Հարցը վերաբերում է հոսանքի սակագնին։ Հետցի վաճառքից հետո մեկ ամսվա ընթացքում միայն Երևանում շուրջ 120 միլիոն դրամ կորուստից, տվերից գումար է ավելացել վճարումների մեջ եւ դա մոտավորապես կազմում է 3 միլիոն կիլովատ ժամ։ 3 միլիոն կիլովատ ժամ հաստորեն միայն Երևանում միայն մեկ ամսում կորուստները քչացել են։ Մեր նախնական հաշվարկներով կորուստները հանրապետությունում 2-3% կրճատվելու արդեն բան կա, հիմք կա եւ տվյալները այսպիսին են 1% կորուստների կրճատումը 2.5 միլիարդ դրամ է 1% կրճատումը կորուստների մոտավորապես 5.5 միլիոն դոլար է եւ այս հաշվարկից ելնելով միջինը համեստ թվերով տարվա ընթացքում 18 միլիոն դոլար կարող է ստվերից կամ կորուստներից քչանալ եւ լուծումներ արվի։ Սա ես կարծում եմ հիմք է հանդիսանում եւ հաշվարկները ես արել եմ միայն Երևանի դեպքում 1.8 դրամ, 2 դրամ մոտավորապես կարող է սակագին իջնել։ Իսկ հանրապետության կտրվածքով եթե նայենք 4 դրամի մոտավորապես կարգի կարող է հոսանքի սակագին իջնել։ Սրան գումարած վերջապես մի քանի ամիս առաջ հաստատվեց, որ մենք գազը առնում ենք 165 դոլարով սահմանի վրա եւ գազի սակագինը, գազի գինը սահմանի վրա 13%-ով իջել է։ Եվ մենք սպառում ենք մեր սպառած հոսանքի 28%-ը 30% ստացվում է գազից։ Այսինքն գազի շուրջ 13% գնի իջեցումը, ես կարծում եմ, դա հաշվելու բան է, հնարավոր է, հանած դրամ դոլար հարաբերակցությունը մի 2-3 դրամ էլ էլի համեստ հաշվարկով էժանացնել այս աղբյուրից։ Քանի որ գազի գինը սահմանի վրա ամենամեծ կոմպոնենտն է սակագնի ձևավորման համար։ Ինչպես է գտնում կառավարությունը, հնարավոր է համարում նշածս գործոնների հիման վրա հայտ ներկայացնել հոսանքի գինը իջեցնելու համար։ Հարցին կպատասխանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան վարչապետ, հարգելի պատգամավորներ, պարոն Մանուկյան, ոչ հնարավոր չենք համարում։ Ինչու՞։ Որովհետև ձեր կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված չեն այսօր եւ փաստաթղթավորված չեն նախ։ Երկրորդ, եթե անգամ կան կորուստներ, ապա դրանք չեն համապատասխանում այն նորմատիվների, որոնք հաստատված են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում, որովհետև երկար տարիներ Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից կորուստները եղել են ավելի մեծ, քան հանձնաժողովի կողմից հաստատված կորուստները։ Եվ եթե այսօր կա հնարավորություն կորուստների իջեցման, որում մենք համոզված ենք, որովհետև ավելի արդյունավետ կառավարում ենք մենք սպասում այսօր ցանցերում, ապա դա կնվազեցնի էլեկտրական ցանցերի կորուստները եւ վնասները։ Այնպես որ այդ մասով վերանայում սակագների հնարավորություն չկա։ Ինչ մնում է գազի սակագնին, գազի արժեքին, ապա իրոք 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի վերջ նախատեսված է եւ հաստատված 165 դոլար 1000 խորանարդ մետր գազի համար։ Եվ դուք գիտեք, այստեղից արդեն մի քանի անգամ անդրադարձ եղել այդ հարցին, առաջացած գումարները մնացել են Արմենիա գերության տրամադրության տակ, որպեսզի, ինչպես դուք նշեցիք, կարողանան փոխհատուցել դրամ դոլար փոփոխություններին համարժեք փոփոխություններին եւ նաեւ մի մասը այդ միջոցների ծախսվեն անհրաժեշտ այն աշխատանքների վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել արդյունավետ եւ անխափան գազամատակարարում։
Այս պատճառներից ելնելով այսօր էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորություն չկա։ Արձագանքի համար Արամ Մանուկյան, երրորդ խոսափող։ Գոնե դուք հաստատեցիք, որ կորուստները քչանում են եւ հաշվարկներ, այո։ Իհարկե։ Այդ դեպքում հարցը հետեւյալն է։ Գոնե 2 տարի ես այդ բանը այստեղ ասել եմ, եթե ոչ մենակ ես շատերը, որ կորուստները չափից դուրս շատ են։ Եվ 1% կորուստը կազմում է $6 միլիոն։ Գոնե հիմա դուք պատրաստ եք գնալ այս գործի հետևից, տեսնել ովքեր էին այդ վատ կազմակերպիչները, որի արդյունքում եւ քաղաքացին է դուժել, եւ էներգոհամակարգն է դուժել, եւ հանցագործություն է կատարվել, եւ գողություն է կատարվել։ Եթե 1 ամսվա ընթացքում կարելի է այսքան գոնե 3 միլիոն կիլովատժամը հստակ է միայն Երևանի համար։ Ակնհայտ է, չէ՞ որ գողություն է արվել։ Ակնհայտ է եւ հաջորդը, եթե այս բանը ակնհայտ է, ձեր հոկտեմբերի 15-ի որոշումը կարող էիք, չէ՞ չիրականացնել։ Հոկտեմբերի 15-ի որոշումը ընդ որում ես համարում եմ ոչ ճիշտ որոշում եւ հետադարձ որոշում կայացնել, որ սակագինը պետք է ավելանա հոկտեմբերի 1-ից, սա ձեր հոկտեմբերի 15-ի որոշումն է, իրավունքի առումով չի կարելի։ Հոկտեմբերի 15-ից առավելագույն դուք որոշում կարող եք կայացնել հոկտեմբերի 15-ից հետոյի համար։ Ընդ որում, այս որոշումը, այսինքն դուք թանկացումը հաստատեցիք։ Ընդ որում հաստատեցիք այն ժամանակ, երբ ձմռան շեմին եք, 250 կիլովատ արդեն փուչ է, քամի է, նա չի աշխատելու։ Ձմռան սեզոնին նոյեմբեր-դեկտեմբերին ոչ մի ընտանիք էլ 250 կիլովատից ներքև չի վարում։ Ստացվեց, որ արդյունքում ամփոփում եմ, տեղ կար կամ քննարկելու նյութ կար, որ կարելի է էժանացնել, քանի որ հաստատում են, որ գոնե կորուստի առումով բանը առաջացել, հնարավորություն առաջացել։ Մենք գնացինք հակառակ ճանապարհով։ 15-ին որոշում կայացրեցինք հոկտեմբերի 1-ից թանկանալու մասին։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, նորից ուզում եմ կրկնել, որ կորուստների կրճատումը դա իջեցնում է ընկերության վնասները։ Եվ կորուստների իջեցումը հիմք չի կարող հանդիսանալ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման։ Ինչ մնում է, որովհետև հաստատված սակագները ավելի ցածր են 12%, դուք գիտեք այդ մասին, քան փաստացի կորուստները, որոնք եղել են ցանցերում վերջին տարիներին։ Այսինքն միայն 12% կորուստների իջեցման պայմաններում հանձնաժողովը կարող է քննարկել այդ հարցը։ Ինչ մնում է ձեր հաջորդ հարցին հոկտեմբերից, ապա այդ մասին ուսումնասիրություններ եղել է համապատասխան կառույցների կողմից, խորհրդատվական ընկերության եւ միանշանակ հայտարարել են, որ սակագների բարձրացման հարցը հիմնավորված է։ Շնորհակալություն։